Ինչ է տեղի ունենում, երբ դու աղոթում ես պառկած անկողնում։ Ինչ է ասում այդ մասին իրականում Աստվածաշունչը։ Երբեմն երկար օրվա վերջում, երբ ամեն ինչ շուրջը հանգչում է, դու մնում ես մեն-մենակ քո մտքերի, խավարի եւ սրտից զարկերի հետ։ Աշխարհի աղմուկը անհետանում է, առօրյա հոգսերը հետո են մնում, եւ դու պարզապես պառկած ես լռության մեջ, հանգստանալով, նայելով գիշերային խավարին։ Հոգու խորքում կարող ես զգալ թեթև կանչ, Աստծո հետ խոսելու ցանկություն, բայց հետո սկսում ես տատանվել։ Ինչ նշանակություն ունի, որ հենց հիմա աղոթում ես այդպես, պառկած, այլ ոչ թե ծնկի իջած։ Սխալ է Աստծուն դիմել, առանց ձեռքերը խաչակնքելու, առանց որևէ հատուկ ծիսակարգի։ Պատասխանը պարզ է։ Աստված մարդկանց հանդիպել է տարբեր վայրերում, խոր հովիտներում, լեռների գագաթներին, պանտախցերում եւ այո, նույնիսկ նրանց ննջասենյակներում։ Ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք տղամարդկանց եւ կանանց պատմություններ, որոնք նրան կանչել են այնտեղ, որտեղ գտնվել են, եւ նա միշտ լսել է նրանց։ Խոսքը երբեք չի եղել վայրի կամ կեցվածքի մասին, ամեն ինչ կախված է եղել սրտից, բայց պետք է ազնիվ լինել, անկողնու հարմարավետությունը օրհնություն է, բայց այն կարող է նաև քնեցնել քո հոգևոր զգոնությունը։ Այդ գիշերային րոպեները կարող են մոտեցնել քեզ Աստծուն կամ ընդհակառակը, տանել հոգևոր քնի մեջ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է գտնվում քո սիրտը։ Դու կարող ես ասել ինքդ քեզ. «Առավոտյան կաղոթեմ, վաղը ավելի լավ կլինի», բայց վաղը երաշխավորված չէ։ Կյանքը փխրուն է, հավերժությունը իրական է, եւ նույնիսկ երբ դու հանգստանում ես, քո հոգու համար պայքարը շարունակվում է։ Հենց դրա համար էլ այնինչ դու որոշում ես անել այս հանգիստ րոպեներում քնելուց առաջ, ավելի կարևոր է, քան թվում է։ Քանի որ պարզ աղոթքը, որ դու ասում ես քնելուց առաջ, կարող է փոխել քո կյանքը, այն կարող է հասնել երկինք, փոխել քո ճակատագիրը եւ նույնիսկ դառնալ այն պահը, երբ քո անունը կգրվի կյանքի գրքում։ Այնպես որ եթե հիմա պառկած ես, սիրտդ արթնացած, մի հետաձգիր։ Այս պահը սուրբ է, Աստված մոտ է եւ նա լսում է։ Մնացել է միայն մեկ բան՝ կխոսես, թե ոչ։ Աստված նախ նայում է սրտին, հետո ծնկներին։ Քանի դեռ քո մարմինը չի ընդունել աղոթքի կեցվածք, քո սիրտն արդեն կանգնած է նրա առջև։ Առաջին Թագավորաց 16:7-ում ասված է, որ մարդը նայում է արտաքին տեսքին, իսկ Տերը սրտին։ Դու կարող ես ժամերով ծնկի իջած կանգնել, կատարյալ խաչակնքել ձեռքերը եւ գեղեցիկ խոսել, բայց եթե քո սիրտը հեռու է, կեցվածքը ոչինչ չի նշանակում։ Իսկ եթե դու պառկած ես կիսաքնած եւ շշնջում ես նրան հոգու խորքից, Աստված դեռ լսում է։ Նրան պետք է անկեղծություն, ոչ թե ծիսակարգ։ Թագավոր Դավիթը գիտեր դա, երբ ասում էր. «Զոհաստուն կոտրված հոգի, սիրտը կոտրված եւ խոնարհված, դու չես մերժի Աստված»։ Հենց անկեղծ եւ խոնարհ սիրտը, որը գիտակցում է իր կարիքը Աստծո մեջ, հուզում է երկինքը, ոչ թե մարմնի կեցվածքը, այլ հոգու ձգտումը։ Հիշիր խաչված ավազակին, Հիսուսի կողքին։ Նա չէր կարող ծնկի իջնել, չէր կարող ձեռքերը բարձրացնել, չէր կարող մտնել տաճար։ Բայց իր ցավի մեջ նա դիմեց Հիսուսին. «Տեր, հիշիր ինձ»։ Եվ Հիսուսը պատասխանեց. «Այսօր դու ինձ հետ կլինես դրախտում»։ Այս պահը ասում է գլխավորը։ Քո գտնվելու վայրը չի սահմանափակում Աստծուն, կեցվածքը չի խոչընդոտում նրա շնորհին։ Երբ դու պառկած ես անկողնում եւ աղոթում, Աստված չի սպասում կատարյալ միջավայրի։ Նրան կարևոր է քո սրտի անկեղծ կանչը։ Նա լսում է հանգիստ խոսքերը, որոնք դու ասում ես, երբ ոչ ոք չի լսում։ Նա ծարավ է լսել խոստովանությունները, որոնցից դու ամաչում ես ասել ուրիշներին։ Նրան թանկ է այդ շնորհակալությունը, որը բարձրանում է սրտում, երբ հիշում ես բոլոր օրհնությունները, որոնք չես արժանի եղել։ Հետևաբար, հաջորդ անգամ, երբ մտածես, որ քո աղոթքը ոչինչ չի նշանակում, քանի որ դու ոչ եկեղեցում ես, ոչ ծնկի իջած, հիշիր. Աստված գիտի քո մտքերը նախքան դու արտասանի դրանք։ Նա տեսնում է քո սրտի ցանկությունը նախքան բացես բերանդ։ Եվ եթե քո հոգին անկեղծորեն ձգտում է նրան, նշանակում է ամենակարևորը արդեն տեղի է ունեցել, եւ ոչ մի մարմնի կեցվածք չի կարող փոխարինել դա։ Գիշերում ինչ որ բան հատուկ է, երբ աշխարհը քնում է եւ շուրջը լռություն է, թվում է, թե երկինքը մոտենում է։ Դավիթը հասկացել էր դա եւ գրել էր. «Հիշում եմ քեզ իմ անկողնում, խորհում եմ քեզ գիշերային ժամերին»։ Սաղմոս 62:7։ Գիշերային աղոթքները լի են հատուկ խորությամբ եւ անկեղծությամբ։ Դրանք ծնվում են, երբ անհետանում են շեղող աղմուկները, եւ ոչինչ այլևս չի թաքցնում այն, ինչ սրտում է։ Նույնիսկ Հիսուսը գիշերով էր աղոթում։ Նա հաճախ մեկուսանում էր խավարում, հորը հետ լինելու համար։
Ղուկասի ավետարանում 6:12-ում ասված է, որ կարևոր որոշումից առաջ Հիսուսն ամբողջ գիշերն անցկացրել է աղոթքով։ Եվ Գեթսեմանի այգում աղոթքը նույնպես գիշերով էր։ Այն լի էր ցավով եւ հնազանդությամբ, բայց լիովին վստահված Աստծո կամքին։ Գիշերը հաճախ արտացոլում է հոգևոր պայքարները, որոնք մենք ապրում ենք, բայց աղոթքն այդ ժամանակ դառնում է լույս խավարի մեջ։ Երբ դու գիշերով աղոթում ես, պարկած անկողնում, դու միանում ես բազմաթիվ հավատացյալների, որոնք հանդիպել են Աստծուն լռության մեջ։ Հակոբը պայքարել է հրեշտակի հետ մինչև արշալույս։ Սամուելը գիշերով է լսել Աստծո ձայնը։ Պողոսը եւ Սիղան կեսգիշերին երգել են օրներ Գերբանտում, եւ նրանց շղթաները ընկել են։ Աղոթքները գիշերային լռության մեջ կարող են դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ։ Այդ ժամերին աղոթքը չի պահանջում գեղեցիկ խոսքեր։ Պետք չէ որևէ մեկին տպավորել։ Դու կարող ես Աստծուն անկեղծ ասել քո վախերի, զղջումների, նույնիսկ այն մասին, ինչ երկար թաքցրել ես ներսում։ Դու կարող ես խոսել նրա հետ, ինչպես երեխան խոսում է սիրող հոր հետ, իմանալով, որ նա ուշադիր լսում է։ Բայց կա ևս մեկ կարևոր բան։ Գիշերային աղոթքը ոչ միայն արտահայտում է քո սիրտը, այլև պահպանում է քո հոգին։ Սաղմոս 90-ում խոսվում է գիշերային վախի մասին եւ այն մասին, թե ինչպես է Աստված պաշտպանում դրանից։ Երբ դու որոշում ես ավարտել օրը աղոթքով, դու անում ես ավելին, քան պարզապես խոսքեր ասել։ Դու ծածկում ես քո միտքն ու հոգին Աստծո ներկայությամբ։ Այդ պահին դու փակում ես դռները վախի, անհանգստության եւ բոլոր հոգևոր հարձակումների առջև, որոնք փորձում են ներս մտնել։ Սա ոչ միայն խոսակցություն է, սա պատրաստություն է։ Դու ամրացնում ես հոգին քնելուց առաջ։ Այսպիսով, այս երեկո, երբ պարկես քնելու, մի մտածիր դրա մասին պարզապես որպես հանգստի ժամանակ։ Ընդունիր դա որպես սուրբ հանդիպման սկիզբ։ Ամեն խոսք ասված լռության մեջ կարող է հասնել երկինք եւ փոխել այն, ինչ տեղի է ունենում երկրի վրա։ Երբեմն հենց հանգիստ աղոթքը, շշնջված քնելուց առաջ, դառնում է այն, որին Աստված պատասխանում է դեռ առավոտից առաջ։ Իսկ հիմա եկեք խոսենք կարևոր բանի մասին։ Ինչպես կարող է հարմարավետությունը դառնալ հոգևոր թակարդ։ Քո անկողինը կարող է լինել ամենահարմարավետ վայրը։ Բարձը փափուկ է, վերմակը տաք, հոտերը ծանոթ, ամեն ինչ կարծես ստեղծված է հանգստի համար։ Եվ դա նորմալ է։ Հանգիստը Աստծո պարգև է։ Բայց Սուրբ գրքում կա նաև զգուշացում։ Հարմարավետությունը կարող է հանգեցնել նուրբ եւ վտանգավոր հոգևոր ծուլության։ Առակաց 6:9-11-ում ասված է. «Մինչև երբ ես քնելու ծույլ, երբ ես վեր կենալու քնիցդ»։ Այնտեղ նաև ասվում է, որ չափից ավելի քունը, հաճախակի ձեռքերը ծալելը հանգստի համար, հանգեցնում է աղքատության, ինչպես ավազակի, եւ կարիքի, ինչպես զինված մարդու։ Այս հատվածը չի դատապարտում հենց հանգիստը։ Այն ցույց է տալիս, թե որքան հեշտ է ընկնել հոգևոր քնի մեջ։ Ինչպես գողը գալիս է աննկատ, այնպես էլ դանդաղ հոգևոր սպառումը ներթափանցում է, երբ մենք չափից ավելի հանգստանում ենք։ Դու կարող ես շարունակել աղոթել անկողնում, բայց եթե մտքերը թափառում են, իսկ հոգին կիսաքնած է, խոսքերը կորցնում են իրենց ուժը։ Դրանք դառնում են դատարկ, ոչ թե կենդանի։ Հայտնություն 3:15-16-ում Հիսուսն ուղղակի ասում է. «Գիտեմ քո գործերը, դու ոչ սառը ես, ոչ տաք։ Լավ կլիներ, եթե սառը կամ տաք լինեիր, բայց քանի որ տաք ես, ոչ սառը կամ ոչ տաք, ես քեզ կփչացնեմ իմ բերանից»։ Սա լուրջ զգուշացում է։ Տաք հավատը հայտնվում է, երբ մեզ չափից հարմար է, որպիսի հոգ տանենք։ Մենք չենք հրաժարվում Աստծուց, բայց նաև չենք մոտենում նրան։ Մենք մնում ենք մեջտեղում, անվտանգության մեջ, հարմարավետության եւ հոգևոր կանգառի մեջ։ Հենց այստեղ է, որ հարմարավետությունը դառնում է թակարդ։ Այն ստիպում է մեզ մտածել, որ միշտ ժամանակ կա, որ կարելի է հետո աղոթել, հետո փնտրել Աստծուն։ Բայց ճշմարտությունն այն է, որ հետոն կարող է չգա։ Ոչ ոքի չի խոստացվել հաջորդ օրը։ Թշնամին ուզում է, որ դու հոգևորապես քնած մնաս։ Եթե դու լուռ ես, անտարբեր եւ պասիվ, դու սպառնալիք չես նրա ծրագրերի համար։ Սա չի նշանակում, որ պարկած աղոթելը չի կարելի։ Սա նշանակում է, որ պետք է պահպանել սիրտը, որպեսզի հարմարավետությունը չգողանա քո ծարավը։ Թող քո աղոթքները քնելուց առաջ լինեն գիտակցված։ Թող դրանց մեջ իմաստ եւ ուժ լինի, կարծես դու կանգնած ես սուրբ վայրում։ Գլխավոր տարբերությունը վտանգավոր հարմարավետության եւ օրհնված հանգստի միջև հենց քո հոգու դիրքորոշումն է։ Մեկը քնեցնում է, մյուսը լցնում է Աստծո խաղաղությամբ եւ թարմացնում հոգին։ Ամեն գիշեր դու շարժվում ես երկու ուղղություններից մեկով՝ դեպի Աստված
կամ հեռու նրանից։ Ընտրիր իմաստությամբ։ Հիմա եկեք խոսենք ձեռքերը բարձրացնելու մասին։ Նույնիսկ երբ պառկած ես անկողնում, պետք չէ եկեղեցում լինել, որպեսզի երկրպագության մեջ ձեռքերդ բարձրացնես։ Դու կարող ես լինել վերմակի տակ, կիսախավարի մեջ եւ այնուամենայնիվ ձգվել դեպի երկինք, ֆիզիկապես կամ սրտով։ Սաղմոս 62:5-ում ասված է. «Քեզ կօրհնեմ իմ կյանքի օրերին, քո անունով կբարձրացնեմ ձեռքերս»։ Իսկ 1 Տիմոթեոս 2:8-ում Պողոսը գրում է. «Ցանկանում եմ, որ ամեն տեղ տղամարդիկ աղոթեն, բարձրացնելով մաքուր ձեռքեր առանց զայրույթի եւ կասկածի»։ Ամեն տեղը ներառում է նաեւ քո ննջասենյակը։ Ձեռքերը բարձրացնելը պարզապես շեստ չէ, դա քո հոգու լեզուն է։ Այն ասում է. «Ես հանձնվում եմ, ինձ պետք ես դու, առանց քեզ չեմ կարողանա»։ Դա նման է երեխայի, որը ձգվում է դեպի հոր ձեռքերը։ Եվ նույնիսկ եթե շարժումը փոքր է եւ հանգիստ, վերմակի տակ, եթե այն անկեղծ է, ունի նույն ուժը։ Խոսքը ոչ թե այն մասին է, թե որքան բարձր ես բարձրացնում ձեռքերդ, այլ որքան բաց է քո սիրտը։ Եվ երբ հոգնած ես, եւ թվում է, որ նույնիսկ ձեռքերը բարձրացնելը արդեն ջանք է պահանջում, հենց այդ ժամանակ դա առանձնապես կարևոր է։ Հիշիր Մովսեսին Ելք 17-ում, քանի դեռ նրա ձեռքերը բարձրացված էին մարտի ժամանակ, իսրայելացիները հաղթում էին։ Երբ նա հոգնում էր, Ահարոնն ու Հուրը պահում էին նրա ձեռքերը։ Այս պահը ցույց է տալիս կարևոր բան։ Աղոթքը բարձրացված ձեռքերով հոգևոր ուժ ունի, նույնիսկ երբ դու թույլ ես։ Այնպես որ քո անկողնում, գիշերային լռության մեջ, ձեռքերը բարձրացնելը կարող է դառնալ համարձակ, անխոս ուղերձ անտեսանելի աշխարհին։ Ես պատկանում եմ Աստծուն, իմ հույսը նրա մեջ է։ Քո հոգնածությունը չի չեղարկում քո երկրպագությունը։ Եվ քո բարձրացված ձեռքերը ոչ միայն օրներգություն են, այլև ընդունում։ Պատկերացրու ինքդ քեզ երեխայի տեսքով, որը ձգվում է դեպի մխիթարություն, դեպի ուժ։ Հենց դա ես անում, երբ ձեռքերդ բարձրացնում ես քնելուց առաջ։ Դու հրավիրում ես Աստծուն մոտենալ, շրջապատել քեզ խաղաղությամբ եւ գրկել։ Նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում, նույնիսկ եթե դա տևում է ընդամենը մի քանի վայրկյան, դա դեռ սուրբ է։ Ձեռքերի բարձրացումը ննջասենյակում կարող է սովորական գիշեր նվերածել սուրբ պահի։ Քո սենյակը դառնում է խորան, իսկ հանգիստը երկրպագություն։ Եվ վերջապես, եկեք խոսենք աղոթքի հրատապության մասին։ Ամենավտանգավոր ստերից մեկը, որ թշնամին շշնջում է, դա կարող ես հետո աղոթելն է։ Հնչում է անվնաս, քանի որ մինչև առավոտ սպասելը կարծես վտանգավոր չէ, այո, բայց Սուրբ Գիրքը անընդհատ ցույց է տալիս հիմայից ավելի լավ ժամանակ չկա։ Նեեմիա 2:4-ում, երբ թագավորը հարցրեց Նեեմիային, թե ինչ է ուզում, նա անմիջապես լուռ դիմեց Աստծուն։ Դա ոչ երկար, ոչ բարձրաձայն աղոթք էր, բայց անմիջական էր։ Նեեմիան չէր աղոթում տաճարում, նա խոսակցության մեջ տեղում էր, երբ անմիջապես կանչեց Աստծուն։ Նա գիտեր, որ օգնությունը պետք է հենց հիմա, եւ չսպասեց։ Այդ կարճ հանգիստ աղոթքը փոխեց ամեն ինչ։ Այն ազդեց թագավորի պատասխանի վրա եւ բացեց ճանապարհը Երուսաղեմի ավերված պատերի վերականգնման համար։ Հիշիր խաչված ավազակին, Հիսուսի կողքին։ Նա ժամանակ չուներ, հնարավորություն չուներ խոնարհվել, երկար աղոթքներ ասել կամ հոգևորապես պատրաստվել։ Իր վերջին րոպեներին նա պարզապես դիմեց Հիսուսին. «Տեր, հիշիր ինձ, երբ կաս քո թագավորություն»։ Այդ հուսահատ կանչը արտասանված վերջին շնչով ստացավ պատասխան, որը հավերժ կտևի։ Այսօր դու ինձ հետ կլինես դրախտում։ Դանիելը նույնպես հասկանում էր, թե որքան կարևոր է աղոթքը եւ չի հանդուրժում հետաձգումներ։ Դանիելի գրքի 9-րդ գլխում, երբ նա գիտակցեց, որ Երեմիայի մարգարեությունը շուտով կկատարվի, նա չսպասեց։ Նա անմիջապես դիմեց Աստծուն աղոթքով եւ աղաչանքով, պահքով եւ խոնարհությամբ։ Նա չսպասեց հատուկ առիթի կամ տոնի, նա գործեց անմիջապես։ Հետևաբար, երբ պառկած ես անկողնում եւ զգում ես այդ հանգիստ կանչը սրտում, իմա, սա պատահականություն չէ։ Սա Սուրբ Հոգին է հրավիրում քեզ աստվածային հանդիպման։ Սպասելը կարող է նշանակել կորցրած պահ, որը նախատեսված էր անձամբ քեզ համար։ Երբեմն այդ աղոթքը, որ զգում ես սրտում գիշերվա կեսին, նախատեսված է ոչ միայն քեզ համար։ Հնարավոր է Աստված կանչում է քեզ միջնորդ լինել ուրիշի համար։ Ինչ-որ մեկի հոգևոր ճակատագիրը կարող է կախված լինել քո խոսքերից հենց այս պահին։ Աղոթքը հետաձգելը վտանգավոր է, քանի որ կյանքը անկանխատեսելի է։ Արակաց 27:1-ում ասված է. «Մի պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե ինչ կբերի այդ օրը»։ Մեզ չի խոստացվել եւս մեկ հանգիստ երեկո, եւս մեկ շունչ, եւս մեկ հնարավորություն։
Աղոթքը ոչ միայն խոսակցություն է Աստծո հետ, դա հնազանդության գործ է։ Հետևաբար, երբ զգում ես այդ կանչը, պարկած, փողոցով գնալիս կամ սեղանի շուրջ նստած, աղոթիր անմիջապես, մի հետաձգիր։ Երկինքը լսում է քո ձայնը նույն վայրկյանին, եւ նույնիսկ պարզ աղոթքը կարող է ազատել Աստծո ուժը այնպես, ինչպես դու երբեք չես իմանա այստեղ, երկրի վրա։ Գիշերը կարող է բերել հանգիստ քուն կամ հոգևոր պայքար։ Մինչ քո մարմինը հանգստանում է, հոգևոր աշխարհում շարժումը շարունակվում է։ Աստվածաշունչը ասում է, որ մենք պայքարում ենք ոչ թե մսի եւ արյան դեմ, այլ անտեսանելի խավարի ուժերի դեմ։ Խավարը ոչ միայն պատկեր է, այն իրական է։ Սաղմոս 90-ում խոսվում է գիշերային վախի մասին, որից Աստված պաշտպանում է իր զավակներին։ Այդ վախերը միշտ չէ, որ ֆիզիկական են։ Դրանք կարող է լինել անհանգստություն, մղձավանջներ կամ հանկարծակի տխրության եւ հուսահատության ալիքներ։ Գիշերը այն ժամանակ է, երբ քո միտքը հանգստանում է եւ անհետանում են շեղող ձայները։ Հենց այդ ժամանակ թշնամին փորձում է ներս մտնել, բայց աղոթքը ամեն ինչ փոխում է։ Երբ աղոթում ես անկողնում, դու վերածում ես խոցելի պահը հոգևոր հաղթանակի։ Երբ արտասանում ես Աստծո ճշմարտությունը գիշերային լռության մեջ, դա ոչ միայն մխիթարում է, այլև հետ մղում է խավարը։ Երբ թշնամին փորձում էր Հիսուսին անապատում, նա չէր վիճում, նա պատասխանում էր Սուրբ գրքի խոսքերով. «Եվ նույն ուժը հասանելի է քեզ այս գիշեր»։ Հիշիր Պողոսին եւ Սիղային Գործք 16-ում։ Կեսգիշերին մոտ ծեծված եւ շղթայված լինելով, նրանք աղոթում եւ օրհներք էին երգում Աստծուն։ Հանկարծ երկրաշարժ եղավ, բանտի դռները բացվեցին, իսկ շղթաները ընկան։ Կեսգիշերը ոչ միայն ժամանակ է, դա խորհրդանիշ է կյանքի ամենամութ պահերի։ Եվ հենց այդ ժամանակ աղոթքը կարող է կոտրել շղթաները, որոնց մասին նույնիսկ չգիտեիր։ Քո անկողնուց դու կարող ես մասնակցել հոգևոր մարտին։ Դու կարող ես աղոթել քո տան, ընտանիքիդ, մտքիդ, առողջության եւ ապագայի համար։ Դու կարող ես Հիսուսի անունով դուրս մղել վախը, հայտարարել խաղաղություն քո մտքերում եւ հրավիրել Սուրբ Հոգուն լցնել սենյակը։ Աղոթքը պարտադիր չէ, որ բարձրաձայն լինի, որպիսի ուժեղ լինի։ Իսկական աղոթքի ուժը ոչ թե ձայնի բարձրության մեջ է, այլ հավատի մեջ։ Թշնամին ուզում է, որ գիշերը պատկանի իրեն, բայց Աստծո զավակները գիտեն, Տիրոջ համար խավար չկա։ Սաղմոս 138:2-ում ասված է. «Եվ խավարը չի ծածկի քեզ, եւ գիշերը լուսավոր է, ինչպես ցերեկը»։ Երբ գիշերով աղոթում ես, դու հաստատում ես, որ այս վայրը պատկանում է Աստծուն։ Դու քնում ես նրա պահպանության տակ, իսկ հրեշտակները կանգնած են պահակության մեջ։ Այնպես որ հիշիր, քո անկողինը կարող է լինել կամ մարտի դաշտ, կամ ամրոց։ Ընտրությունը քոնն է։ Կքնես անզեն, թե հոգու սրով ձեռքիդ մեջ։ Իսկ հիմա գեղեցիկ խորհուրդը Աստծո ներկայության մեջ հանգստանալու մասին։ Կա հատուկ տեսակի խաղաղություն, որը շատ ավելի խորն է սովորական քնից։ Դա հանգիստն է, որը գալիս է, երբ քո հոգին անվտանգ է Աստծո մոտ։ Սաղմոս 4:9-ում ասված է. «Խաղաղությամբ պարկում եմ եւ քնում, որովհետեւ դու Տեր, միայն դու ես ինձ տալիս ապրել անվտանգության մեջ»։ Խոսքը ոչ պարզապես հանգստանալու մասին է, դա վստահությունն է, որ Աստված ամեն ինչ վերահսկում է։ Նրա ներկայության մեջ լինելով դու ոչ միայն աչքերդ ես փակում, դու հանձնում ես նրան ամեն ինչ, ինչ կրել ես օրվա ընթացքում։ Ամբողջ լարվածությունը, անհանգստությունները, զղջումները, որ պտտվում են գլխում, դու դնում ես դրանք նրա ոտքերի մոտ եւ ասում ես. «Տեր, սա քեզ եմ հանձնում»։ Եվ ապա նրա խաղաղությունը պատում է քեզ, ինչպես տաք վերմակը հոգու համար։ Հիսուսը հրավիրեց մեզ Մատթեոս 12:30-ում. «Գաք իմ մոտ, բոլոր ծանրաբեռնվածներ եւ հոգնածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ»։ Այս խոստումը ոչ միայն նրանց համար է, ովքեր ֆիզիկապես հոգնած են, այն նրանց համար է, ովքեր պարկած են խավարում, նայում առաստաղին եւ հարցնում են. արդյոք ինչ-որ բան կփոխվի ընդհանրապես։ Հանգիստը Աստծո ներկայության մեջ չի նշանակում, որ դու ձևացնում ես, թե ամեն ինչ լավ է։ Դա նշանակում է, որ դու վստահում ես։ Նույնիսկ խառնաշփոթի մեջ Աստված գործում է։ Դու ընտրում ես հավատալ, որ մինչ դու քնում ես, նա աշխատում է։ Ինչպես սերմերը աճում են հողի տակ, անտեսանելի աչքերի համար, այնպես էլ Աստծո պատասխանները հաճախ ձևավորվում են, մինչ դու նույնիսկ չես կասկածում այդ հանգիստ թաքնված գիշերային ժամերին։ Երբ դու աղոթքը սովորություն դարձնում ես օրվա վերջում, քո անկողինը դառնում է ավելին, քան քնելու վայր։ Այն դառնում է Սուրբ հող։ Սա հանգիստ հանդիպման վայր է Աստծո հետ։
եւ ժամանակի ընթացքում տեղի է ունենում ինչ-որ զարմանալի բան։ Երբ գալիս է վախը կամ անհանգստությունը, քո առաջին արձագանքը ոչ թե խուճապն է, այլ ձգտումը դեպի Աստված։ Քանի որ քո հոգին սովորել է գտնել հանգիստ նրա ներկայության մեջ։ Աշխարհը կհամոզի քեզ, որ հանգիստը գալիս է հարմարավետությունից, զվարճանքներից կամ շեղումներից, բայց իսկական խաղաղությունը, այն, որ չի անցնում, գալիս է միայն գիտակցությունից, որ Աստված, երկնքի եւ երկրի Տերը, հսկում է քեզ։ Եվ երբ դու շշնջում ես վերջին աղոթքը քնելուց առաջ, աչքերդ փակելով, դու ոչ միայն քնում ես, դու հանգստանում ես հզորի ծածկի տակ։ Եզրակացություն. աղոթքը, որ հասնում է երկինք, մինչև առավոտը գալը, ամեն գիշեր անկրկնելի պարգև է։ Այսօր ապրած պահերը այլևս չեն վերադառնա։ Հենց դրա համար էլ քնելուց առաջ վերջին րոպեները այդքան կարևոր են։ Սա քո վերջին ընծան է Աստծուն այն օրվա համար, որ նա քեզ պարգևեց։ Անկողնում աղոթելը ոչ թե ինքնդ քեզ հարմարավետ դարձնելու մասին է։ Դա այն մասին է, որ մնալ նրա կողքին։ Սա ընտրություն է խոսել այն ում հետ, ով քեզ անցկացրեց օրվա ընթացքում, պահպանեց անտեսանելի վտանգներից եւ սիրեց, առանց ոչնչի փոխարեն պահանջելու։ Գուցե քո ձայնը հնչի վստահորեն, գուցե հազիվ լսելի։ Գուցե քո աղոթքը երկա է, գուցե ընդամենը մեկ նախադասություն, բայց եթե խոսքերը գալիս են անկեղծ սրտից, դրանք բարձրանում են երկինք, իբրև անուշաբույր ընծա։ Պետք չէ սпасել կատարյալ պահի կամ հատուկ կեցվածքի, պետք չէ հատուկ տաճար։ Հարմար ժամանակը միշտ հիմա է։ Եվ հենց այս գիշերը, այս պահը կարող է դառնալ շրջադարձային կետ, հանգստացնել քո վախը, փոխել կյանքի ուղղությունը կամ մոտեցնել քեզ նրան, ով ստեղծեց քեզ։ Եվ ահա երբ լույսը մարում է եւ շուրջը գտնվող աշխարհը սառում է, հիշիր մեկ ճշմարտություն. դու երբեք մենակ չես։ Նույն Աստվածը, ով ստեղծեց աստղերը եւ կախեց դրանք երկնքում, խոնարհվում է, որպիսի լսի քեզ։ Թող վերջին խոսքերը, որ դու արտասանես այս գիշեր, լինեն նրա համար։ Խոսքեր, որոնք բարձրանում են խավարի միջով եւ հասնում են երկինք, դեռ առավոտը չգալուց առաջ։